Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր շրջակայություններու ընթացքին նկատեց, թե Հայաստանի քարտեզը կբաժներ։ Շատ երկար այդ քարտեզին վարժ չեն, մանավանդ սփյուռքի մեջ, որտեղ մենք սփյուռքի մեջ մեր սերունդները դարիներ տասնամյակներ շարունակ աջած են այնպիսի միջավայրի մեջ, հաճախած են այնպիսի ակումբներ, որ բادرում վրա ամեն տեսակի հայկական քարտեզներով հանդիպած են։ Հանդիպած են օրինակ համար Հայաստանի եւ Արցախի քարտեզը միասին։ Հանդիպած են Հայաստանի Հանրապետության քարտեզը Արևմտյան Հայաստանի նահանգներուն հետ։ Տեսած են բادرում վրա մեծ հայքի քարտեզը իր պատմական նահանգներով։ Տեսած են ծովեծով Հայաստանի քարտեզը, քարտեզը որ հինեն գուկա դիկրան թագավորի օրերեն։ Ուրեմն այսպիսի քարտեզներ տեսած ենք։ Հետևաբար երբ որ Հայաստանի այդ քարտեզը գծուցատրվի այժմ եւ ուշադրությունը այդտեղ կկենտրոնանա, շատերու աչքին ջղջիմ գտվի, փոքր գտվի եւ դեսակմա սահմանապակ գտվի, որ մեկը ավելի ճիշտ է։ Այսօրվան Հայաստանը իր հստակ սահմաններով եւ մեր հսկողության եւ իշխանության տակ եղող այդ տարածքներով մնա, թե անոր թիմած ստանանք պատմական Հայաստանը անորոշ սահմաններով, դարբեր տարածքներով եւ այդպես մենք բավարարված կանք։ Պետք է հիշենք, որ Կիլիկյան, որ շատերու համար որպես հայրենիք ճանաչված է եւ շատերու համար որպես փոքր Հայաստան կնշվի, կամ Կիլիկյան Հայաստան, ինքնին արդեն գաղթավայր եղած է, այսինքն մեր պատմությունը հստակորեն գսե, թե հայեր գաղթած են հայկական բարձրավանդակեն եւ գայք հաստատած են Կիլիկիա եւ ուն ապրած են տարեր շարունակ, մինչեւ որ իշխանությունը գործունեություն են եւ անգե հետ կալ ապրել են մինչեւ համաշխարհային առաջին պատերազմը։ Բայց պատմական Հայաստան չի եղած։ Ուրիշներ պիտի արարգեն չէ, քանի որ մենք 1000 տարի հոն ապրել ենք, ուրեմն պատմական Հայաստան է։ Լավ նույն բանը գրնան Թուրքիան լսել, իրենք այսօրվան Թուրքիո սահմաններում մեջ 1000 տարի է իվեր գոյություն ունի։ Այնպես ինչպես մենք նույն ժամանակահատվածին մենք ալ Կիլիկիո մեջ հայտնվեցանք, իրենք ալ փոքր Ասիո մեջ սկսան իրենց գոյությունը կամաց ընդարձակել։ Մյուս կողմը, եթե մենք պատմական տարածքները պիտի միշտ գաբենք այսօրվա սահմաններուն հետ, պիտի ծևոմը նաև մտածենք, ինչու միայն այն նահանգները, որոնք նշված են Ամերիկայի նախագահային կողմի, Ուիլսոնի կողմի, որ կոչվին Ուիլսոնյան սահմաններ, ինչու միայն այդ սահմաններով պիտի բավարարվենք, եթե նպատակը պատմական Հայաստանը ամբողջությամբ վերցնել է։ Չէ որ այսօրվան Իրանի մեջ շրջանը գա, որ Բարսկահայ կոչվի պատմականորեն մեր պատմական նահանգներն եղած են։ Չէ որ այսօրվան Վրաստանի մեջ Չավախ կգա, որ Հայաստանի պատմական նահանգներն նկատված է անցյալին։ Եվ ասով, այսինքն մենք որպես Արևմտյան Հայաստան ասելով ինչ նկատի պիտի ունենանք։ Այս բոլորը հարցեր են, որոնք մեջտեղ կան, եթե մենք քաղաքական նպատակադրությամբ մոտենանք հարցին։ Միշտեր իսկական մոտեցումը պիտի լա դարբեր, զուտ մշակութային պիտի լա։ Այսինքն մենք պիտի չվարանենք Պարսկահայքի մասին խոսելու, Չավախքի կամ Արևմտյան Հայաստանի եւ Կիլիկիո մասին։ Եթե մշակութային հետաքրությամբ կամ մշակութային նպատակներով մոտենանք այս հարցին,
Մենք մեր արժեվ արկեք պիտի անդիսանա։ Եթե մեր նպատակը հստակ է, մշակութային է, մարտապանական է։ Բայց եթե քաղաքական լա, բոլոր այդ ազգերը որ այժմ ունի պատմական տարածքներ, բոլորն պիտի հակադրվի մեր հետ եւ պիտի ունենանք լուրջ պահումներ։ Նույնիսկ պիտի չկարողանանք նույնիսկ մշակութային մեր պարտականությունը կատարել այդ գործված տարածքներուն վերաբերյալ։ Պիտի չկարողանանք ավելի եւս դերակցություններ հավաքել մեր պատմական տարածքներուն վրա գոյություն ունեցող հուշարձաններուն կամ ներկայացության մասին կամ որևէ այլ ուսումնասիրություն պիտի չկարողանանք կատարել հերու պիտի մնա անմատչելի եւ այցով պիտի գործունենք նույնիսկ այդ մշակութային կամուրջը որ մենք կրնայինք ունենալ եթե անմիջապես քաղաքականության հետ չի խառնեինք մշակութային ուրեմն ես անցամբ թեև իմ նախահայրերս այսօրվա Հայաստանի սահմանների մեջ չեն ապրած պատմականորեն ես գսկամ որ այսօրվա Հայաստանի սահմանները իսկապես կներկայացնե իմ մտածումս, հերանեկարս եւ իմ ցանկությունս այսօրվան Հայաստանի Հանրապետությունը թեև իմ անմիջական իմ նախնիներուս երկիրը չի եղած, բայց անպայման կապված է իմ հետս, ինչու, որևէ հայ հետ կապված է, ինչու, որովհետև այդ հանրապետության սահմաններու մեջ ավակված են բոլոր շրջաններեն դարակիր եղած հայերուն սերունդները եւ այդ պատճառով այսօրվան Հայաստանը եղած է գետրոնը հայության 90% հայ բնակչություն ունենալը ամբիսի դոգոսմն է որ իրականացած է մյուս տարածքները գործընկերներուն արդյունքով եթե այդ մյուս տարածքները գործունեած չլայինք այսօրվա Հայաստանի սահմաններուն մեջ ալ մենք դելայինք փոքրամասնություն այնպես ինչպես որ էինք արևմտյան Հայաստանի բոլոր նահանգներում մեջ 1915-ին մենք այս կարևոր փաստը չենք ուզեր տեսնել չենք ուզեր մտածել թե 1915-ին մենք արդեն փոքրամասնություն էինք հայկական արևմտյան Հայաստանի նահանգներում մեջ բախտատմամբ ոչ հայերու հետ երբեմն համեմատական մեծամասնություն էինք, բայց ոչ երբեք 40%-ի սահմանները անցնելով։ Այսինքն այդ թվականին ի վեր 1915-ին ի վեր այժմ որ 100 տարի եւս անցավ մենք պիտի նույնիսկ եթե հոմ մնայինք պիտի դառնայինք թվով ավելի նվազ փոքրամասնություն այսինքն մեր համեմնական առավելությունն ալ պիտի գործունեինք եւ պիտի դառնայինք իսկական փոքրամասնություն 20%-ի սահմաններում մեջ առանց նույնիսկ չարտի ենթարկվելու բրոն այս ամենը գտնալով մենք պիտի հասկանանք թե ինչպես այսօրվան Հայաստանը գոյացած է ինչպես այսօրվան Հայաստանը մեր բոլորին կպատկանի եւ ինչպես այսօրվան Հայաստանի սահմանները պաշտպանելը, գծելը, որոշելը, հաստատելը եւ այդ սահմաններուն դեր կանգնելը մեր բոլորին պարտականությունն է որևէ հասարակության նման որ գուզի հասկանալ թե իր սահմանները ուր կսկսին եւ ուր կվերջանան որպեսզի կարենա այդ սահմաններուն մեջ բնական ծավով զարգանալ, աճիլ եւ ստեղծագործել